Այսօր Աստծո խոսքը մեզի գուքա 5 դագարանեն երկրորդ թագավորաց քիրքին 17-րդ գլուխեն պիտի գարտամ 1-16 համարները ուր գսեր եւ քաղաքու բնագիչներեն թեսպացի Եղիա Աքափի սապ Իսրայելի դերասվածը որն արչև գգայնին գենթանի է որ այս դարիներում մեջ ցող ու անցրե պիտի չլա բայց եթե իմ խոսքովս ու դերոջը խոսքը անոր եղավսելով ասկե քնա ու թեբի արևելք դառնալով հորթանանու թիմած եղող քերիտ հեղեղադին քո բահվե Տուն այն հեղեղադեն չուր պիտի խմես ու ակրավներուն հրամայեր եմ որ հոն քեզի գերագրեն Եվ անիգա քնած ու դերոջը ըսածին պես ըրավ ու քնած հորտանանու թիմած եղող քերիտ հեղեղադինքով նստավ Եվ ակրավները արդվանց անոր հաց ու միս ու իր գվանալ հաց ու միս կպերեին ու անիգա հեղեղադեն չուր գխմեր Եվ ժամանակեմը ետքը հեղեղադը ծամքեցավ վասնզի երկրի վրա անցրև չեղավ Ու դերոջը խոսքը անոր եղավ ըսելով Եղիայի Ելիր սիթոնացված սարեպտա քնա ու հոն նստե Ահոն որ փևարի գնոջ մը հրամայեր եմ որ քեզ գերագրե Եվ անիգա ելավ սարեպտա քնած ու քաղաքին թուր հասնելով տեսավ որ փևարի գիմը փայտ գժողվեր ու զանիգա գանչեց ու սավ գաղաչեմ ինձի Ամանով քիչ մը չուրփեր որբեսի խմեմ ու երբ անիգա փերելու քնած Եղիա անոր յետևեն գանչեց ու սավ ցերքդ բադար մնալ հաց ար ու ինձի բեր եւ գինը սավ կուդերասվածդ կենթանի է որ նգանակ չունիմ բայց միայն գարասի մեջ մեկ փուրի չափ ալյուր գա ու գուժի մեջ ալ քիչ մը յուղ գա եւ ահա երկու գդոր փայտ կժողվեմ Որբեսի երթամ զանիգա ինձի ու իմ դղուս համար եփեմ եւ ուդենք ու ետքը մեռնինք ու Եղիա անոր սավ մի վախնար քնա ըսածիդ պես ըրե բայց անգենախ ինձի համար բզդիկ շոտ մշինե ու ինձի բեր եւ քեզի ու քու դղուտ համար ետքը շինե Քանզի Իսրայելի դերասված այսպես կսե գարասեն ալյուրը պիտի չատնի ու գուժեն յուղը պիտի չբաքսի մինչև այն օրը որ դերը երկրի վրա անցրև դա եւ գինը քնած ու Եղիայի սածին պես հրավ ու անիգա եւ ինք ու իր ընտանիքը շատ մադեն գերան գարասեն ալյուրը չադավ ու գուժեն յուղը չբաքսեցավ դերոջը Եղիայի ցերկով զրուցած խոսքին համեմատ Մեր նույթը պիտի ըլլա, ինչպես նշմարեցիք, թասեր գանհոս, ուրեմն թասեր Եղիա մարգարեին կյանքեն։ Եվ փառք կուտանք, որ Սուրբ Գիրքի մեջ շատ թեփքեր եղելություններ կան, որոնք Սուրբ Հոգին արձանագրել տվավ, որպեսզի մենք սորվենք եւ Աստծո մտքի մեջ եղող աստվածային ճշմարտությունները անմեզի հայտնելով գիտնանք Եղիա մարգարեն այն թեմքերեն է, որոնք անագնգալորեն պատմության մեջ կհայտնվին, իրենց առաքելությունը կգադարեն ու շուտով կմեկնին։ Հովհաննես Մկրտիչ զորօրինակ այդ դասագարքին կպատկանի։ Եղիայի այս աշխարհեն մեկնիլը գարցեք առասպել մնե, եթե գարտակ երկրորդ թագավորաց գիրքը հրեղեն ցիերով եւ գարքերով թեպի երկինք երթա Եղիայի ծնողքի մասին դեղեցություն չունենք ինչպես գարկը Սուրբ Գիրքի մեջ երևելի անձնավորություններուն ծնողքի մասին ալ դեղեցություն ունենք սակայն հոս չունենք Անաբրեցավ Հյուսիսային թագավորության շրջանի մեջ 12 ցեղերու պատկանող շրջանն է հյուսիսային
թագավորությունը, իսկ Հութայի ցեղը առանցին հարավային թագավորության շրջանն է։ Մոտավորապես 9-րդ դարու մեջ ապրած է մեր նյութը եղող Եղիա մարգարեն Քրիստոսի առաջ։ Եղիայի անունին իմաստը հատկանշական է։ Եհովա իմաստվածս է կնշանակե։ Ինչպես ասի գենսակրական միակ ծանոթությունը հոս առաջին համարի մեջն է, գսե եւ քաղաքու բնակիչներեն թեզ բացի Եղիա ակապի ըսավ։ Բայց Սուրբ Գիրքի մեջ ամենաերևելի մարգարեներեն մեկը կնկատվի։ Գիրք չգրեց, սակայն իր մասին ուրիշներ գրեցին եւ խոսեցան։ Մաղաքիա մարգարե խոսեցավ. Ահա ես Եղիա մարգարեն ցեզի պիտի գրգեմ, թեր դերոջը մեծ ու ահեղ օրը չեկած։ Մաղաքիա 4:5 Մեր դերը խոսեցավ Մատթեոս 11-րդ գլուխի մեջ 13-ին 15 Վասնզի բոլոր մարգարեները ու օրենքը մինչև Հովանես մարգարեություն ըրին եւ եթե գուզեք ընդունել անիգա է Եղիան որ պիտի քար Այլագերբության լերան վրա Մովսեսի հետ Եղիա երևցավ Խաչելության ժամանակ Գարձեցին թե Հիսուս Եղիան գանչեր Մատթեոս 17 Մարգոս 15 35-36 Մեր դերը Եղիայի կյանքեն թեփը գիհիշե Ուգասու 4-րդ գլուխ 25-26 գարտամ գսե Եվ արդարև գսեմ ցեզի թե շատ որբևարիներ գային Եղիայի օրերը Իսրայելի մեջ Երբ 3 տարի ու 6 ամիս երկին կոծվեցավ այնպես որ մեծ սով եղավ բոլոր երկրին վրա բայց Եղիա անոնցմե մեկուն չղրգվեցավ հաբա միայն Սիդոնացված Սարեպտա քաղաքի մեջ որբևարի գնոջը Բողոս Արաքյալ գագնարգե Հռոմայացված 11-րդ գլուխի մեջ գսե հոն 2-4 Չմերժեց ասված իր ժողովուրդը զորինք առաջվնե ջանցավ Միթե չեք գիտեր Եղիայի պատմությանը մեջ քիրքը ինչ գսե Ինչպես անիգա Իսրայելի համար քանքատ գնե Աստուծո ասելով դեր քու մարգարեներդ մերցուցին ու քու սեղաններդ փլցուցին ու միայն ես մնացել եմ եւ իմանցսալ գպնդրեն բայց ինչ գսե անոր աստվածային պատասխանը ինձի թողուցի գսե 7000 մարդիկ որոնք փաղի ծնրատրություն չրին Նաև Հակոբոս Արաքյալ աղոտքի զորության մասին խոսելով Եղիան գհիշե 5:17 Հետևաբար Եղիայի պատմությունը առասպել չէ այլ իրական անձնավորությունը ապրած է եւ իր կյանքի մեջ թեփքեր կատարված են Եվ հիմա տեսնենք այն թեփքերը որոնց միջոցով Աստված կուզե մեզի Թասեր սորվեցնել, ճշմարտություններ ցույց տալ։ Երկրորդ համարի մեջ գսե ու դերոջը խոսքը անոր եղավսելով ասկե քնա ու թեբի արևելք դառնալով հորթանանուտ հիմաց եղող քերիտ հեղեղադինքով բահվե։ Առաջիներորդ համարի մեջ գտեսնենք Եղիայի քաչությունը վգայեց Հաչող ծարայութենե ետք հոս ասված գսե ասկե քնա ուր երթամ քերիտ հեղեղադինքով Եվ մեր միտքը գսպաղեցնե հաչող ծարայութենե եւ քաչությամբ վգայել է ետքը ինչու ասված գոչ կնեսելով ասկե քնա Քերիտ հեղադինքով
Հավանաբար Եղիա սկսած էր իր մասի մեծ համարում ունենալ։ Եվ թերևս սկսած էր իր հաջողությունը իր անձին վերակրել, իր խելքին, իր քաջությունը։ Եղիա հբարդության վտանգի առջև գտնվեր եւ Աստված իր ծառային մարդուն, այս քաչ մարդուն օգուտին համար գսե ասկե քնա։ Քերիտ հեղեղադը եւ հոսե բատկամը մեզի վերակրվող։ Քերիտ հեղեղադը քրիստոնյային մարզվելու, խոնհարելու վայրն է։ Բահմը առանցնանալու Աստուծո հետ եւ գարկմը ճշմարտություններ սորվելու վայրն է։ Մարդոցմե հերու որոշ ժամանակը առանցնանալ եւ իրապես որքան պետք ունենք Աստուծո հետ մդերմիկ բահեր ունենալու առանցին մարդոց մեհերու Աստուծո հետ խոսիլ, սիրտը թափել, ցայնը լսել եւ նաեւ անշուշտ հավաքապարալ։ Հիմա մենք այդ բահերեն մեգու մեջ կգտնվենք մեր կյանքին ընթացքին այս օրհնյալ արիտները որ դերը մեզ կշնորհե հավաքապար Աստուծո հետ գմդերմանանք որքան վտանգավոր է հբարդությունը դերը գստիպի զանազան միջոցներով մեզ խոնարեցնել եւ հեզ քրիստոնյաներ անել միևնույն այդ սակայն իր սերը եւ հոգադարությունը գծություն է Եղիային ասավ ասկե քնա սակայն հոգմիներ ես քեզ պիտի գերագրեմ ինչպես պիտի գերագրես հեղեղատ քեդինքով ինչ կա առանցին ակրավ թրջունները քեզ պիտի գերագրեն հեղեղադենալ չուր պիտի խմես 4-5 համարներու մեջ գարտացին մեկը գրնա հարցնել Աստված չի գրնար ուրիշ միջոցներով իր ծառային գերագրել պատասխանը շատ բարձ է քեզի ինչ երբ Աստված գսե քնա մնացածը քեզ չխարդվիր հրյաներուն համար ագրավը եթե գիհիշեք գարտացած եք 5 դագարանը բիղծ թրջուններու տասագարքին գպատկաներ ուստի անբոր անոր գողմե ղրգված գերագուրը ուդե գբղծվի այդպես կրված է սակայն Եղիա կրված են անթին քնած հանդիպած եք մարդոց ինչ մեղքեր ունին իրենց սրդի մեջ նույնը գշոշափես հետը քեզի գսեն կրված չէ գարձես եթե կրվածը լա պիտի հնազանդի Եղիա կրված են անթին քնած Աստուծո խոսքին որովհետև Աստծո գոմե ղրգված էր եւ գուզեմ այս թեփքի մեջ 3 քերբնական հրաշքներ ցեզի ներկայացնել քերբնական հրաշքներ առաջին ակրավները արդու եւ իրգուն գանունավոր գերբով հաց ու միս գփերեին ուրգե գփերեին մսավաճարին կովեն արդյոք երբ որ մեկը միս կգդրեր ասպես ամեն օր ակրավը գերտար գդոր մգարներ գղրգեր աստարովթի մարգարեները հեզապելի սեղանեն հաց կուդեին եւ անոթի մնացին չորության պատճառով իսկ Եղիան Աստուծո մարգարեն արդու եւ իրիգուն հաց եւ միս Գարժի է նշմարել արդու եւ իրգուն ոչ ամեն մեկ ժամանակամը եւ այստեղը գտեսնենք թե Աստուծո Եղիային այս ցևով գերագրելը ցույց կուտա թե Աստված
չի կաչալերեր շադագերությունը, քիշերները սարդարան փանալը, գամ ամեն մեկ ժամ անգամ ուդելը, արդու եւ իրգուն, առողջապահական է։ Հիսուս հարցումը, որ ուրգե ակրավները միս եւ հաց բերին, հարցումով գուզենք պատասխանել եւ այդ պատասխանը կստանանք։ Հիսուս ինչպես 5000-ը գերագրեց, ինչպես Հիսուս 5000-ը գերագրեց, ճիշտ այնպես։ Քերբնական հրաշքի այս, որ Աստուծո համար փամբը չէ։ Երկրորդը, ակրավները ինչպես իրենց փնաստին հագարակ վարմունք ունեցան։ Փոխանակ ակրավը իր ստացած միսը հափշտակելու, առնելու իրեն, դվող եղավ։ Ակրավը դվավ։ Աստված սիրելիներ անասնական աշխարհի վրա էլ գհսկե։ Ինչպես կլա, որ անոթի առույցներու առջև թարմ միս Պավագան կոնե 80 կիլոնոց պետք է լար թանյել, թարմ միս առույցներու, անոթի առույցներուն առջև նետվեցավ և առույցները չիոշոդեցին, ինչպես կլա, որտև Աստված հրամայեց։ Հիմա պերանդիտ պիտկոցեք, հրամայեց և առույցները հնազանդեցան։ Աստված հրամայեց, որ գետցուկը միջեկրական երթա, միջեկրական զովու մեջ գետցուկ չլար։ Աստված հրամայեց, հոն մեկը գա, պիտի երթաս և գլես մեջըտ բահես, և գետցուկը հնազանդեցավ, քնած։ Աստված գրագին հրամայեց, որ 3 երդասարտներուն չլա, որ այրը, հրամայեց, որ միայն անոնց գաբերը կագե, միայն։ Ուրեմն Աստված ամեն բանի վրա գդիր է ու գիշխե։ Մեր բաշտած Աստվածը նույնն է, երեք, այսօր և հավիտյան, չի փոխվեցավ։ Անշուշտ չի նշանակեր, որ երբ մենք անոթի ենք, ասենք ով Աստված ակրավները, փամբերը ակրավները ղրգե, հիմա Փուրը լիպանանի բادرազմին անոնք որոնք աբրած են, բիդերթամ հոնդեղը ժամերով բիդը սպասեմ, ալյուր չգա, հատ չգա, հաջիս թուն ակրավներուն հրամայե ինձի հաց ղրգեն, չի նշանագեր, որ այն թեպքերը, որոնք եղած են, նույնը մենք պիտի խնդրենք, բայց հստակ բատկամը հստակ է, որ Աստված ամեն բանի կարող է, ասոր հավատք պիտի ընձայենք, և Աստված զանազան միջոցներով մեր պետքերը պիտի հայթայթե, ասոր Աստուծո ամենագարողության գվստահենք։ Երորդ, ակրավները ինչպես չվախցան Եղիայի մոտենալու։ Երբ Աստված գհրամայե, որևէ բանի, անոնք գհնազանդին։ Երբ Աստված սատանային ալ գհրամայե, սատանան ալ գհնազանդի։ Չեմ գիտեր, թե պատմություն բգացեզի սածեմ օգտագար է։ Քրիստոնեական ցայնասպյուրեմը հայդակիր մգար, ուր փարիկներ ու դեստեղեններ գխոստանային հավատացյալներուն։ Եվ հարուստ կործադերմը, անհավատմը, բդիկ կներ, բադահմամը։ Հանգարց հերացայնը գհնչե, ռադյոյգայան, հավատացյալ ձերունիմը Աստուծո փառք կուտա, որ ինքը դերոջը գբատկանի, Հիսուսը սիրող մեկն է, և հասցեն կուտա, որպեսզի զինքը օգնեն։ Այս անհավատը գլսե հասցեն, գարնեկովը, պաշտոնյային գգանչե գսե, քնա մարքետ երկու մեծ դուպ, լեցուր ու դեստեղենները, և այս գնոջ դար հասցեն կուտա, և սե որ աս գնոջ,
այս ուդելիքները, այս բարիկները սատանային գոմեն է։ Պաշտոնյան բոսին պիտի հնազանդի, գարնե, գլեցնե և թուրը գզարդե, հավատացյալ ձերունին գուրախանա շնորհակալ եմ և այլն, հիմա Պաշտոնյան ավելի պապկանդգատ է, ավելի քաղաքավար չի գրծավ ըսել, որ ասոք սատանային գոմեն են։ Ըսավ մայրիկ ըսավ չի հարցուցին ասոնք որու գոմեն է։ Մայրիկը գսե զավագս գսե, երբ ասված գհրամայե սատանային, սատանաներն ալ գհնազանդին։ Եվ այսպեսով Պաշտոնյան գերտա իր դերոջ լուր կուտա։ Այո, ասված ամեն բանի կարող է։ Մենք ասոր պիտի հավատանք և ոչ թե պիտի պահանջենք, որ ասված նույնը ընե։ Հոսե որ գարկմը ձայրահեղ բենտեգոսյաններ ձուղագի մեջ ինգած են և եղելությունները բադվերներու վերածած են, ինչ որ գլլա նույնը պետք է ըլլա։ Ոչ, ասված գաղաբարի մեջ չեք կրնար թնել։ Ասված ամեն բան գրնանել, մենք պետք է հավատք ընձայենք, որ ասված ամենագարող է։ Երբ որ դաջար գմտնեին Հովանես և Հակոբոս գարձնած մեկը հոն սովորաբար ամեն դաջար մտնող են գմուրար։ Պետրոս Հովանեսին հետ գանցնեին գմտնեին, մուրացկանը ցերկը երգարեց։ Պետրոսավ նայր, մենք արձատ և ոսկի չունինք, Տեր Հիսուսյանով ելիր ու քալե։ Այս չի նշանագեր, որ երբ որ մենք եկեղեցի գմտնենք սովորություններ երևույթներ կան այսպես երգիրների մեջ, եկեղեցիներուն դուրս մուրացկաններ կան, գաղեր կան, անգարներ կան, չի նշանագեր, որ նույնը բիտնեմ, բայց հոն ըսկանչելի կերպով գտեսնենք Աստուծո ամենագարողությունը։ Մենք ասոր պիտի վստահենք, պիտի հավատանք, ինչ միջոցով դերը հրաշքը կգադարե, պետք է գայթայթե իր քիտնալիքն է։ Իր քիտնալիքն է։ Մենք անոր կվստահենք, որպեսզի ան միջաբդե։ Աստուծո զորությունը բնության օրենքներով չի սահմանափակվիր։ Դերը Եղիային պիտի կործածեր Գարմեղոս լերան վրա, անոր համար առաջ զայն մաղեց ու մաքրեց, ինչու որպեսզի Եղիա իր անձին վրա վստահություն չունենալ, որպես թե ինքը գիտես։ Հիմա երևակայեցեք, որպես հավատացյալներ, ինչ որ Աստուծո ասենք, բարգյանին ըլլա, բարգյան, կործեաչողություն, առողջություն, բժշկություն, ինչ որ գանցնի, գխնդրես գլլա։ Գիտեք, ինչպեսի հավատացյալներ բիդլայինք, շփացած, մեր անձին վրա մեծ համարում բիդունենայինք և ասված մեր ձարան բիդլար, ես ինչ որս եմ ամբիչապես կնե, ոչ, ասված այնպես մգկորձ է, առաջ որ մեզ կորձած է, գմաղե, գմակրե, աղվորմը չուրըտ գհանե, գքմե քեզի, որ քու անցիտ վրա չի վստահիս։ Աբրահամ ևս խոստումը վայելեց Իսահակի համար, երբ ան իր անձին վստահել է թատրեցավ, ասված խոստում տվավ, երբ երդասարդ էր, Սարանալ ինքնալ, գսպասեն, 70, 80, 90 վերջացավալ։ Այո, գահավատանք, բայց մենք չէ, խոստացյալ զավագն է։ Երբ որ մենք ալ մեր ցերկերը վեր գփարսացնենք եւ անոր գվստահենք, ան պիտի միջաբդե իր ժամանակին։ Այս չի նշանակեր սխալ, մի հասկանանք, որ պետք է մեր անձերում վրա նվաստ անձեր դեսնենք, մենք մեզի անարգենք, այդ միտքով չէ։ Փառք կուտանք, որ Աստված շատ կարողություններ տված է մեզի, դաղատներ տված է, բայց մենք անոնց վրա չենք վստահիր։ Հաբա Աստուծո։ Ուրեմն առաջին գոչը ասկե քնա ու քերիդ հեղեղադին քո բահվե ու ես քեզի պիտի գերագրեմ։ Երկրորդ գոչը եղավ Եղիայի անոր հավատքը հաստատելու համար։
Այս անգամ ուրիշ միջոցը կործածելով, ութենին համարներու մեջ, ու դերոջը խոսքը անոր եղավ ասելով, ելիր սիտոնացված սարեպտա կնա, ու հոն նստե ահոն որպևարի գնոջ հրամայեր են, որ քեզ գերագրե։ Այս միջոցն ալ քերփնական է, դրամփանական չէ, որպևարի գիմը պիտի գերագրե, որպևարի գինը իրեն հոգացող պետք է, ոչ, որպևարի գինը պիտի գերագրե, և Եղիա հնազանդեցավ։ Առաջ որ իր հավատքը ժողովրդին առջև հայտնվեր Եղիայի, պետք էր, որ ան ամեն օր հավատքով փորձառությամբ Աստծո հետ քալեր։ Ասիկա ճշմարտություն է նաև մեզի համար։ Որպես քրիստոնյաներ Աստծո հետ հավատքով պետք է քալենք ամեն օր, որպեսզի ան մեր կյանքերու մեջ կործե։ Քրիստոնյան Քրիստոսը ներկայացնելու համար անոր զորությունը, անոր սերը, անոր կործերը նախ ինք պետք է անոր հետ քալե, ճանչնա։ Եթե Եղիա ուրիշ տեղ մի երթար, առաջարկեր Աստուծո, որ նայր ով ասված հաճիս ասիշ տեղ երթամ, ավելի լավ հոն։ Այն ադեն ինք բադասխանադու բիդլար իր անցին։ Սակայն քանի որ Աստծո գամքին հնազանդեցավ, հիմա Աստված բադասխանադու է իր ծառային։ Պատրաստ լանք մենք ալ Աստծո ուզածը ընելու։ Որոշ ժամանակի հետ քեդը չորցավ։ Այս կնշանակե թե գծություն է թե նույնիսկ Աստծո գամքի մեջ մնանք, ամեն բան մեր ուզած ցևով պիտի չընթանա։ Սակայն պետք է հավատքով դերոջը միջամտության սպասել։ Աստված հեղեղատ խրգեց, հիմա հեղեղատը չորցավ, ով է պատասխանատուն, ով որ խրգեց, Աստված, այնպես որ շարունակեց, երևցած բաները գրնան չորնալ, մինչև իսկ քեդերը կչորնան, սակայն մեր հավատքը պետք չէ չորնան, պետք է վստահենք։ Քրիստոնյան աստվածային ճշմարտություններուն հավատք ընձայելով ուրախությամբ կհնազանդի, Աստծո խոսքին, որ գսե բանի համար հոգ մի անեք, հաբա ամեն բանի մեջ ինչ եք, աղոթքով ու խնդրվածքով հայտնեցեք, ձեր խնդրվածքը Աստծո հայտնեցեք։ Շատ անգամ առաջին մասը գարնենք, բանի համար հոգ չէ մներ, Աստծո ցկած է, վերջացավ, Աստված ինչ որ գուզադի թողն է, բայց Աստծո չեն ներկայացներ, չեն աղոթեր։ Հավատացյալը հաճույքով գլսե հարուցյալ Քրիստոսի փերնեն, որ գսե եթե գարտամ Մատթեոսի 6-րդ գլուխը մեզի ցանոթ լերան քարոզի մեջ ինչ գսե on 6-րդ գլուխ 25-33 գսե հոգ մի ընեք ծեր կյանքին համար թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք ոչ ալ ծեր մարմիններուն համար թե ինչ պիտի հագնիք չէ որ կյանքը գերագուրեն ավելի է ու մարմինը հագուստեն նայեցեք երկինքի թրջուններուն, որոնք ոչ կսերմանեն ու ոչ կհնցեն և ոչ ամպարի մեջ կժողվեն ու ծեր երկնավոր հայրը կգերագրե զանոն, չէ որ թուգալանոց մե ավելի եք։ Հիմա ցեզ մե ով գրնա իր հոգնելով իր հասակին վրա գանքում մավելցնել ու հակուստի համար ինչու հոգ կնեք, նայեցեք տաշտի շուշաններուն, ինչպես գաջին, ոչ կաշխատին և ոչ կմանեն։ Բայց ցեզի գսեմ, որ Սողոմոն ալ իր բոլոր փառավորությանը մեջ անոնց մեկուն պես չհագվեցավ։ Ուստի եթե տաշտի խոդը, որ այսօր գա և վաղը փուրը գցկվի, Աստված այնպես կհագվեցնե, հաբա որչափ ավելի ցեզ թերահավատներ։ Ուրեմն հոգ մի ընեք ասելով ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, քանզի այդ բոլոր բաները հետանոսները կխնդրեն։ Վասնզի ծեր երկնավոր հայրը գիտե թե այդ բոլոր բաները ցեզի պետք են, բայց առաջ
խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը, ու այդ բոլոր բաներն ալ ցեզի պիտի դրվին։ Հավատացյալ այս խոսքերը հաճույքով կլսե, ուրախությամբ կլսե։ Հոգին կհրջվի Հիսուսի բերնեն խոսքերը երբ կսե։ Այո, երբ քրիստոնյան Աստծո գամքին մեջ է եւ առաջ Աստվածայինը կփնտրե, Քրիստոս առաջին դեղը գտասե իր բոլոր ծրագիրներու մեջ վախնալու գարիքը չունի։ Բայց դժբախտությունը ո՞ն է, որ մարդիկ Սուրբ Գիրքեն համարներ կբերեն, բայց Քրիստոս մեկ կողմ դրած է։ Չեն հետաքրքրվիր։ Եվ գսե, ես հոգ չեմ մներ, բոլոր բաները բարի կորձագից կլա, փառք Աստծո, բայց որոնց համար բարի կորձագից կլա, անոնք որոնք զասված կսիրեն, Աստծո գամքի մեջ մնալով խաղաղ ու աբահով պիտի ըլնանք։ Դրդնչող, քանքադող, համար ու աստվածային օրհնությունները չքնահատող քրիստոնյան հավատասկան ոչ թադաբարդված է սիրտի խռովության։ Սիրտը շարունակ դակնաբի մեջ է, շարունակ, որտև քոհ չէ եւ Աստծո աստվածային բաներով չի հետաքրքրվիր։ Ուրեմն Աստծո գամքով հետաքրքրվինք հոս։ Աստծո գամքով չհետաքրքրվող քրիստոնյան թշբախտ է։ Ուրեմն սիրելիներ, եկեք Եղիայի յանքեն սորվինք, դրամատրություն ունենանք հնազանդելու ինչ որ Աստված գսե իր խոսքի միջոցով։ Քերիտ կնա, քերիտ հեղադը, սիրով, ես պիտի հոգամ, այսպես մենք ալ ուրախ պիտի լանք, ան մեզ շատ կսիրե, ինչ որ Աստված կկործե, մեր բարիքին համար կկործե, ուրեմն Եղիային սորվինք հնազանդիլ և հանձնվիլ անոր։ Ուրիշ կարևոր ճշմարտություններ ալ վեր պիտի արդենք, եթե դերը գամիկալ գիրագի պիտի շարունակենք և գուզեմ, որ թուգալ գարթակ առաջին թագավորած 17-րդ գլուխը և նաև գրնակ երկրորդ թագավորած առաջին գիրքերեն ալ գարթալ։ Թող Աստուծո խաղաղությունը ձեր բոլորին հետ լա, վստահինք դերոջը, ան ամեն բանի կարող է և սպասենք իր միջամտության, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն, նաև շատ կարևոր է, որ մեր բոլոր անցկություններուն մեջ, նեղություններուն մեջ Տերոջը գամքին հնազանդենք և վստահենք և կարևոր չէ, թե Տերը մեզի ինչ կերպով օգնության պիտի հասնի, երբեմն ակրավներ, երբեմն մարդիկ, Տերը գիտե իր գործը մեզ ամեն մեկուն համար։ Պիտի վերջացնենք երգելով 856-րդ երգը, «Ցերքես բռնե հայրիմ, կյանքի ջամփուն վրա»։ Let's
Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կմադուցանենք եւ գուզենք որ մեր ցերկեն բռնես մենք ալ դեր գորոշենք ու ցերկը չթողել Եղիայի նման դեր հadouk կերպով շնորհ կնես որ մենք ալ քեզի հնազանդենք հոժարը լանք քո հոգիդ այնպես մկործե մեր մեջ որբեսի դեր մենք ալ քո ուզած տեղը դլանք որբեսի քո հրաշալի սկանչելի կորձերուտ մեջ բաժին ունենանք Փարավորվե յուրաքանչյուրիս կյանքի մեջ եւ գաղութեմ դեր որ քո խոսքը գնքես մեր սրդերու մեջ որբեսի աղեք հողի մեջ ցանված խոսք իր բդուղը դա Փարքիդ համար կխնդրենք ամեն Ամեն